Զրուցում են Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական, երկրաբանական գիտությունների թեկնածու, երկրաֆիզիկոս սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանի հետ։ Պարոն Այո, Պետրոսյան, վերջին տարիներին Հայաստանի քաղաքաշինության ոլորտում նկատվում է բուռն ակտիվություն։ Հատկապես մայրաքաղաքում եւ մի շարք մարզերում բազմահարկ նորակառույց շենքերը կառուցվում են աննախադեպ արագ տեմպերով։ Եկեք հասկանանք, ինչ չափորոշիչներով է պետք կառուցվի նորակառույց բազմահարկ շենքերը, եթե հաշվի առնենք մեր երկրի սեյսմիկ վտանգը։ չափորոշիչները հաստատված են մի քանի անգամ, նրանք կոչվում են Հայաստանի Հանրապետության շինարարական նորմեր, վերջին նորմերը հաստատվել են 2020 թվականի դեկտեմբերին, թարմացված, նորացված եւ որպես հավելված գծված է նույնպես թարմացված նոր քարտեզը սեյսմիկ վտանգի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի քարտեզը, որին գծվում է քարտեզի հիման վրա ստեղծված ցանկ, հանրապետության բնակավայրերի ցանկ եւ ամեն մի ցանկի կողքը նշված է այն սեյսմիկ վտանգը, որը պարտավոր է ճարտարապետ նախագծողը հաշվի առնել շենքը կառուցել է։ Հստակ թիվը գրված է, երկար հեռու գնալ տարիք չկա։ Եվ բոլոր շինարարները, կառուցապատողները պարտավոր են կառուցել իրենց շենքերը այդ իմասած սեյսմակայուն շինարարության նորմերի համաձայն։ Իսկ ինչ եք կարծում, արդյոք այդ նորմերը իրականում պահպանվում են շինարարական ընկերությունների կողմից։ Կան համապատասխան կառույցներ, հանձնաժողովներ, որոնք պարտավոր են վերահսկել եւ նախագծման փուլում, եւ կառուցման փուլում, եւ շահագործման փուլում համապատասխանությունը սեյսմակայուն շինարարության նորմերին։ Այդ կառույցները կան եւ քաղաքաշինության կոմիտեում, տեղական ինքնակառավարման մարմիններում, քաղաքապետարանում, Երևանի, Գյումրի, Վանաձորի կան համապատասխան բաժիններ, որտեղ աշխատում են մասնագետներ, նրանք ծանոթ են իմացած նորմերին եւ նրանք պարտավոր են ապահովել, որպեսզի շենքը կառուցվի, նախագծվի ճիշտ, կառուցվի ճիշտ եւ շահագործվի նույնպես ճիշտ։ Ճիշտ ասելով, ես հասկանում եմ նորմերին համապատասխան։ Մի մեծ խումբ մասնագետների չարչարվել է, ստեղծել է, թարմացրել է, ժամանակակից է դարձրել մեր նորմերը շինարարական, ինչպես նաեւ երկարաժամկետ սեյսմիկ վտանգի քարտեզը, որը հիմք է ծառայում ցանկացած կառուցապատման։ Իսկ լինում են դեպքեր, երբ շենքերը շահագործման են հանձնվում առանց ամբողջական սեյսմիկ փորձաքննության։ Գիտեք ինչ, կան հանձնաժողովներ, որոնք ընդունում են շենքը շահագործման, այդ հանձնաժողովները գործում են թիմերին կից, օրինակ Երևանի քաղաքապետարանին կից, Գյումրիի, Վանաձորի եւ այլն, եւ այս հարցը պետք է տալ իրանց Գիտությունների ազգային ակադեմիան, որտեղ ես աշխատում եմ, իրավասություն չունի կատարելու այն աշխատանքը, որը դուք հիմա ասացիք, բայց կան մարմիններ, որոնք դրա համար փող են ստանում եւ պարտավոր են ապահովել այն, ինչի դիմաց իրանք վարձատրվում են։ Իսկ ինչ ռիսկեր են պարունակում ներկայիս արագ տեմպերով կառուցվող բնակելի թաղամասերը։ Գիտեք, հարցը տեմպին չի։ Կան քաղաքներ, մայրաքաղաքներ, որտեղ ավելի արագ տեմպերով են կառուցապատվում եւ հարցը դրանում չի, հարցը նրանում է, որ պետք է պահպանվեն, պաշտպանվեն այն պահանջները, որոնք նորմերում են։ Եվ այն մարդիկ, ովքեր աչք են փակում այդ պահանջների վրա, աչք են փակում թերությունների վրա, թերացումների վրա, նրանք անպայման պետք է պատասխան տան, եթե ասված չանի, լինի հետագայում հնարավոր երկրաշարժ եւ պարզվի, որ այս կամ այն շենքը
կառուցված չի այնպես, ինչպես որ պետք է կառուցվի։ Բացի դրանից կա մեկ ուրիշ խնդիր, որ բնակիչները իրավունք չունեն արդեն կառուցված եւ շահագործման հանձնված շենքում կատարել ինքնուրույն ձևափոխումներ եւ մեր ժողովրդի մեջ կան առանձին մարդիկ, ովքեր իրանց համարում են մեծ շինարարներ ու մեծ ճարտարապետներ եւ իրանք առանձին դեպքերում բոլորի մասին չխոսեմ տարբեր ձևափոխումներ են կատարում արդեն կառուցված հետևաբար նախագծով հաստատված շենքերում։ Օրինակ, Սպիտակի երկրաշարժի ավերածությունների 10%-ը հենց բաժին է ընկնում բնակիչների ինքնագործունեության 10%-ը։ Այնպես որ բնակիչներն էլ պետք է հասկանան, որ այն ինչ որ նախագծվել է, կառուցվել է, անցել է փորձակնություն, անցել է մասնագետների եզրակացությունները եւ այլն, եւ չի կարելի որ ամեն մեկը, ով որ իրան շինարարի ճարտարապետի տեղադրել, առանց համապատասխան թույլտվության ինչ-որ վերափոխումներ, վերակառուցումներ անեն։ Դրանց պատճառները մի քանիսն են։ Նախ սեյսմիկ վտանգի արհեստական իջեցում, այնտեղ որտեղ պետք է լիներ 9-10 բալ, եւ շենքերը պետք է հաշվարկվեն 9-10 բալի սեյսմիկ վտանգի հաշվարկվել են 2 բալ ցածր 7-8։ Բացի դրանից շինանյութի որակը, բացի դրանից կառուցման որակը գողանում են եւ ցեմենտը եւ ավազը, ինչ որ հնարավոր է գողանում են։ Բացի դրանից նախագծերը հաջող չեն եղել, որակյալ չեն եղել, կառուցել են հապճեպ, արագ, դավայ, այնքանով որ պլան կատարեն, զեկուցեն, որ այսքան միլիոն քառակուսի մետր շենք են կառուցել։ Արդյունքը եղավ է ինչ որ եղավ։ Պլյուս այն 10%-ը, որ ես արդեն ասացի, որ այդ իմ ասած բավական չէ, մի հատ ձևափոխումներ են անում, նույնիսկ ոչ միայն միջնորդները, այլև կրող պատերը, երկու քարից չարված քարը շենքերի մասին խոսքը, կրող պատերից մի շերտը քարերի հանում են, ասենք միջանցքում այնտեղ ստեղծում են կամ օգտագործում են այդ բացվածքը, այդ նիշա կոչվածը, որպես հագուստապահարան կամ կոշիկի պահարան։ Հետո շենքը փլվում, ասում է, այդ ոնց եղավ, որ տենց եղավ, տենց է լինում, ոնց պետք է լինի։ Պարոն Պետրոսյան, իսկ սովորական քաղաքացին կարող է պարզել իր շենքը սեյսմակայուն է, թե ոչ։ Կարող է դիմել կառուցապատողին, կարող է դիմել քաղաքապետարան, կարող է դիմել քաղաքաշինության կոմիտե, գիտեք ինչ, այդ պաշտոնյաները թվարկած այդքան մեծ սիրով եւ հոժարականությամբ չեն պատասխանում ոչ միայն քաղաքացիների հարցերին, այլև լրագրողներից հարցերին։ Եղել է, որ ես ինձ հրավիրել են հարցազրույցի, ես չեմ հրաժարվում ոչ մի հարցազրույցից, որտեղ ես իմ պարտքն եմ համարում իմ փորձի եւ գիտելիքների չափով տեղեկացնել մեր բնակչությանը եւ կողքից լսացնել տալ պաշտոնատար անձանց։ Բայց ես ամեն անգամ ասում եմ, իսկ քաղաքապետարանից կամ քաղաքաշինության կոմիտեից ներկայացուցիչներ լինելու է, ոչ, միայն դուք եք լինել, ինչու չեն, ինչու իրանց հրավիրեք, թող իրանք էլ լինեն, իրանք էլ գան իրանց մասով, վերջին հաշվետու լինեն բնակչությանը, տեղեկացնեն, իրենց գիտելիքներով կիսվեն մարդկանց հետ, չէ՞ որ դուք մամուլը, դուք մարդկանց հետ չէ ներկայացնում բնակչությանը, դուք ձեր հավեսին, ձեր համար չեք մենակ աշխատում, որպես կանոն խուսափում են, բազմաթիվ օրինակներ գիտեմ, որպես կանոն խուսափում են, այն մարդը, որ պետք է գա ու պատասխան տա իր կատարած աշխատանքի համար,
որ պետք անոր խուսափում։ Գիտությունների ազգային ակադեմիան, որտեղ ես հիմա աշխատում եմ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, նման գործառույթներ չունի։ Սա երկրաբանական գիտությունների ինստիտուտը, ոչ քաղաքաշինության կոմիտե է, ոչ էլ քաղաքապետարանի, չգիտեմ, շենքերի շինությունների բաժինն է կամ վարչությունն է։ Թող գան ու մարդկանց բացատրեն։ Թող ասեն, քանի վթարային շենք կա 4-րդ կարգի, քանի 3-րդ կարգի, քանիսն է նախատեսում ամրացնել, քանիսն է նախատեսում քանդել, նորը կառուցել։ Բյուջեում գումար նախատեսված է իմ ասած աշխատանքների համար, թե ոչ։ Մեր մուտքի դրան մոտ փակցված է, որ մեր ապաստարան էս ինչ տեղն է, էս ինչ պայմաններ են, էս ինչ պահանջներ են, ընդամենը 1-2 էջանոց շատ հասարակ բարձ լեզվով գրած ընթերնելի բոլորի համար հասկանան։ Այդա պետք է լինի բոլոր քաղաքների, բոլոր մուտքերում փակցված եւ սեփական տների դռների մոտ փակցված, որ արտակարգ իրավիճակի դեպքում ընդ որում խոսքս միայն շարժի մասին չի, մարդիկ իմանան ուր են գնում։ Այդ դրա մասին պետք է մտածել։ Աշխատանքը տարվում է, սկսվել է, ես տեսել եմ, ուր գնում եմ, իմ առաջին հայացքս կա այդ հայտարարությունը, թե չէ, տեղեկությունն է, տեղեկագիրը ինչա, կա թե չէ, այդ դա ինձ հետաքրքրում է, շատ տեղերում կա, բայց արդյոք ամբողջ աշխատանքը կատարված է, ավարտված է, թե չէ, ես տեղյակ չեմ։ Պարոն Պետրոսյան, իսկ կարող ենք մենք ասել, որ համապատասխան մարմինների լռությունը պարզապես բիզնես շահը առաջ տանելու միջոց է։ Գիտեք ինչ, ես չեմ ուզում վատը մտածեմ, որովհետև նման ցանկություն չունեմ եւ ինքերել չունեմ։ Բայց ես մի բան գիտեմ, որ չի կարելի, որ պատասխանատու կազմակերպության պատասխանատու աշխատողը խուսափի լրագրողի հետ հանդիպելուց, խուսափի ինչ-որ մի բանավեճի, ինչ-որ մի դիսկուսիայի մասնակցելուց։ Չի կարելի։ Հենց որ խուսափում են այդ մարդիկ, բնակիչները մտածում են, իսկ ինչի է խուսափում, կարող է սա, կարող է նա։ Ինչի Պետրոսյանը չի խուսափում ոչ մի հարցազրույցից, բայց այս կառույցներից հաճախակի չեն գալի։ Լրագրողները ինձ բողոքում են, որ չեն գալիս։ Քաղաքապետարանից չեն գալիս, քաղաքաշինության կոմիտեից չեն գալիս։ Թող գան պատասխան տան, թող գան բացատրեն, թող գան իրանց աշխատանքը ներկայացնեն։ Չէ՞ որ այդ ժողովրդի հաշվին են ապրում այդ մարդիկ։ Հասկանում եք։ Պարոն Պետրոսյան, եթե ես չեմ սխալվում, եթե սխալվում եմ, խնդրում եմ ինձ ուղղեք, Թամանյանի ժամանակ 5 հարկից ավել շենք կառուցել չէր թույլատրվում։ Ճիշտ եմ։ Հարգելիս, Թամանյանի ժամանակները մնացել են անցյալում, հիմա մեր նորմերում թույլատրվում է կառուցել մինչև 24 հարկանի շենք, բայց պարտադիր նորմերի պահանջներին համապատասխան։ Կան մայրաքաղաքներ, որոնց սեյսմիկ պոտենցիալը ավելի բարձր է, իսկ պարզ ասած, որտեղ եղել են եւ լինում են ավելի ուժեղ երկրաշարժեր, քան Հայաստանում, բայց այդ մարդիկ կառուցում են ոչ թե 24, այլ 124 հարկանի շենք։ Ու դրան չեն փլուզվում։ Ինչու՞։ Որտեղ ճիշտ են կառուցում, գրագետ են կառուցում։ Կառուցելուց հետո փողը չեն խնայում։ Այս կամեն գործը ճիշտ կատարելու համար։ Դրա համար էլ նայեք մայրաքաղաքները, նայեք Պեկինը, նայեք Տոկիոն, նայեք Լոս Անջելեսը, նայեք Ինդոնեզիայի եւ այլ երկրների մայրաքաղաքների շենքերին, այն երկրները, որտեղ սեյսմիկ ակտիվությունը ավելի մեծ է։ Մենք մի հատ սպիտակ ենք տեսել 7 մագնիտուդ Ստրիխտերի 88-ին մինչև հիմա Գյումրին համարում է աղետի գոտի, չեն էլ ամաչում, քանի տարի անց է։ Իսկ Ճապոնիայում է մեջալուց ամեն տարի մի անգամ մի հատ սպիտակի ուժը երկրաշարժ լինի։ Հասկանում եք։ Իսկ ինչ պետք է անեն այն քաղաքացիները, ովքեր ապրում են ԽՍՀՄ տարիների շենքում, ինչպես նրանց անվտանգությունը պետք է ապահովվի։
պետք է հատկացնել համապատասխան միջոցներ ամեն տարի, թե տեղական ինքնակառավարման բյուջեներում, թե կառավարության, որ 4-րդ աստիճանի վթարային այսքան շենք պետք է ապամոնտաժվի, առանձին մուտքեր կարող են ամրացվել, պարտադիր չամբողջ շենքը քանդվի, դա մասնագետնավորոշում, այսքան վթարային մուտք ամրացվի, այսքան վթարային շենք 4-րդ կարգի քանդվի, ապամոնտաժվի, մարդկանց վերաբնակեցվի, դրան համապատասխան գումարներ հատկացնեն, իսկ թիմի բյուջեն դժվար է կարողանալ հարցը լուծի, այստեղ արդեն պետք է կառավարությանը դիմել, այդ աշխատանքը որոշ չափի արվում է, բայց բնակիչները այդ չգիտեն, շատ արվում, քիչ արվում, այդքան պետք է արվի, ավելի շատ, ավելի քիչ, պետք է մարդիկ տեղեկություն ունենան, պետք է մարդիկ տեսնեն, որ վերադասը մտածում է այդ հարցի մասին, մտածում է ապագայի մասին, հասկանում եք։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական, Երկրաբանական գիտությունների թեկնածու, երկրաֆիզիկոս սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանն էր։